Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը կիրականացվի ատոնյալ պայմաններով։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԵԱՏՄ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացմանը։ Փաստաթղթի կնքման արդյունքում Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման ծավալների 95%-ի նկատմամբ կկիրառվեն ատոնյալ պայմաններ։ Իջևանի նախկին քաղաքապետը Վարդան Ղալումյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, անհատույց տրամադրման եւ օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ օտարել է կադաստրային արժեքից 3 անգամ ցածր գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության եւ համայնքի շահերին։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Իջևանի ղեկավարը անձնական շահագրգռվածությունից ելնելով համայնքային սեփականություն 1285 քառակուսի մետր մակերեսով հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով վաճառել է նույն համայնքի բնակչին եւ օրենքի խախտումով ընդհանուր 1385 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը։ Արդյունքում Իջևանի քաղաքապետի լիազորագրով նշված քաղաքացու հետ կնքվել է արք ու վաճառքի պայմանագիր։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին երկարաձգել էր Սամվել Կարապետյանի կալանքը 1 ամսով, հերթական անգամ արձանագրելով տնտեսական բնույթի մեղադրանքներում հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Կարապետյանի փաստաբանը։ Արամ Վարդևանյանը տեղեկացնելով Վճռաբեկ դատարանի որոշման մասին հաղորդում է, որ նոյեմբերի 15-ին դատարանը որոշել էր 2 ամսով երկարաձգել Կարապետյանի կալանքի ժամկետը, որի դեմ Վարդևանյանը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Նույն գործով Վճռաբեկին բողոք է ներկայացրել նաև դատախազությունը։ Վճռաբեկ դատարանը պաշտպանի բողոքը մերժել է, դատախազության բողոքն ընդունել եւ ըստ փաստաբանի 1 ամիս էլ չի պահանջվել Վճռաբեկ դատարանից որոշում կայացնելու համար, ինչը ըստ նրա ռեկորդ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Anti-Fake լրատվական ծառայության հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը, պատիվ ունեմ խմբակցությունից Հայկ Մամիջանյանն ասել է, թե այս գործողությունը տեղավորվում է այլախոհների դեմ հետապնդումների շրջանակում, իրավապահ եւ դատական համակարգի օգտագործումով։ Բացի այդ, այս գործողությունն ըստ Մամիջանյանի նաեւ լրատվամիջոցի հետապնդում է, քանի որ առգրավվել է Anti-Fake-ի ամբողջ գույքն ու տեխնիկան։ 2027 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը Հայաստանում կարող է արգելվել։ Նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, ինչպես նաեւ առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ, կշռափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։